Սամվել Կարապետյանը կալանավորված է, որովհետև Հայաստանի Հանրապետության դատավորները կոնկրետ անուն ազգանունով դատավորները, որոնք պետք է հանդես գան պատվարժան դատարանի դիրքերից, չեն իրականացնում արդարադատություն։ Չեն իրականացնում արդարադատություն, քանի որ քաղաքական հետապնդում է, քանի որ ճնշման մթնոլորտ է, քանի որ չեն կարողանում լինել անկախ, բազմաթիվ պատճառաբանություններ կարող ենք բերել, բայց դրանք ինչ կապ ունեն իրավունքի եւ օրենքի հետ։ Կապ չունեն։ Կապ չունեն։ Դատավորները ամենանույնիսկ ծանրագույն դիրքում հայտնվելով իդեպ միջազգային փորձը նման բազմաթիվ դեպքեր գիտի եւ ունի։ Դատավորները պետք է լինեն անկախ։ Ամենանույնիսկ ծանրագույն ճնշման պայմաններում պետք է լինեն անկախ։ Սամվել Կարապետյանի գործով նման անկախություն ենթադրող, պահանջող դատավոր չի կարողանում լինել։ Բայց արդյոք սա պատճառաբանում է։ Արդյոք սա արդարացում է։ Երբեք ոչ։ Եվ չի կարող լինել։ Եվ այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Մեր ոլորտում ամեն ինչ ի վերջո ունենում է փաստաթուղթ, գրավոր տեսքով։ Ի վերջո լինում են գրավոր որոշումներ։ Եվ այդ որոշումները պահպանվում են։ Այդ որոշումները ևս ունեն պատասխանատուներ։ Պայմանականորեն։ Եթե մի դատավոր հետագայում պետք է վկայակոչի այն, թե ինչ աստիճան անասելի ճնշումներ են եղել, իրավական 0 նշանակություն ունի այդ փաստարկը կամ այդ պատասխանը, որովհետև որոշման եզրափակիչ մասում միշտ գրվում է դատավորի անուն, ազգանունը։ Եվ այդ փաստաթղթերը պահպանվում են։ Իսկ ընդհանրապես իրավունքի տեսությունից սկսած, երբ դեռ նույնիսկ չկային կոդիֆիկացված փաստաթղթեր, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է եւ գործելու է։ Սա ակնհայտ է։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է լինի մի կարծիք, որ Սամվել Կարապետյանը ազգային բարերար է, բարեգործություններով է հայտնի, բազմաթիվ մարդկանց աջակցելով, օգնելով է հայտնի։ Եվ միգուցե կարող է լինել այն կարծիքը, որ նման մարդու դեպքում ապօրինությունները ի վերջո ներման են արժանանալու։ Չկա նման բան, չի կարող լինել նման բան։ Ես մի բան կարող եմ հստակ արձանագրել։ Այս ամենը 177 օր տևող ապօրինի նման խայտառակ կալանքը հակասում է ոչ միայն գրված նորմերին, օրենքներին, այլ նաև չգրված, մարդկային, բարոյական տիրույթում գտնվող արժեքներին։ Ես վստահ եմ, ձեզ այն շատերը նկատել են, որ Սամվել Կարապետյանի գործը լուսաբանվում է թե Հայաստանում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ես վստահ եմ, դուք տեղյակ եք, թե միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ, հանրային գործիչներ խոսում են Սամվել Կարապետյանի գործի մասին։ Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, այդ կարծիքը սխալ է։ Ամենամեծ ցավը այս ամենի նրանում է, որ հետևանքը վրա է հասնում փաստացի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ցավալի է այս ամենը, որովհետև կոնկրետ անձինք կատարում են կոնկրետ գործողություններ, հետևանքը լինում է կոլեկտիվ։ Մեծագույն ցավով եմ այս ամենը ասում։ Սամվել Կարապետյանին որպես քաղաքական պատանդ ներկայացնելու հիմնավորումներից մեկը թաքնված է ոչ միայն նրանում, որ Սամվել Կարապետյանը այո հանդես է եկել մայր աթոռը պաշտպանելու դիրքերից հունիսի 17-ին, երբ արդեն նկատվում էր, թե ինչ մեծ ճնշում է, ինչ մեծ ապօրինություն է սկիզբ առել մայր աթոռի նկատմամբ։ Բայց հիմա ավելի հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել եւ կալանքի տակ պահել։ Խնդիրներից մեկը այո թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր մայր աթոռի նկատմամբ այո կա ուղիղ քաղաքական որոշում, ճնշման, նսեմացման եւ միջամտության։ Եվ ազգային բարերար Սամվել Կարապետյանը այո խոչընդոտ է նման վարքագծին։ Բայց այդ վարքագիծը արդյոք ոչ իրավաչափ է։ Մայր աթոռը պաշտպանելը
Հայաստանում ոչ իրավաչափ երևույթ է դառել։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետությունում հանգեցնում է 177 օր տևող կալանքի։ Եվ այդ կալանքը հաստատող դատավորները, նման միջնորդություն ներկայացնող քննիչները, նման միջնորդությունը պաշտպանող դատախազները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից։ Սամվել Կարապետյանը 177 օրից ավելի է, ինչ բանտում է Հայաստանի Հանրապետության։ Երկրորդ խումբը խնդրի, որը կրկին բերում է քաղաքական պատանդի կարգավիճակին, դա վերաբերում է հեծին։ Ակնհայտ էր, չէ, որ այս ամենը զուգահեռաբար սկսվեց։ Ակնհայտ է նաև, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ մի վարչական այսպես կոչված վարույթ, անտեսելով այն փաստը, որ սահմանադրական դատարանում ընթացող քննություն է առկա կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ, եւ որոշվեց հեծին զրկել լիցենզիայից։ Եվ ըստ այն կարգավորումների, որոնք հիմա էլ սահմանադրական դատարանում քննության առարկա են, պետք է տեղի ունենան բանակցություններ հնարավոր փոխհատուցման վերաբերյալ։ Հենց դրա համար Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է։ Դուք պատկերացնում եք մարդու հետ բանակցել, երբ վերջինս ապօրինի կալանավորված է։ Օրվա իշխանությունները գիտակցում են, որ ցանկացած մի բանակցություն իրենց հետ Սամվել Կարապետյանի կողմից դա լինելու էր իրենց հաղթանակը։ Սամվել Կարապետյանի դիրքորոշումը առավել քան հստակ է։ Սամվել Կարապետյանի հստակ դիրքորոշումը արտահայտվել է 2025 թվականի հուլիսի 4-ի իր ուղերձում, որտեղ հստակ քաղաքական գնահատականները տրվել են, որ այն իշխանությունը, որը շեղվել է Հայաստանի Հանրապետության պատմական արժեքներից, այն իշխանությունը, որը ոտնձգություն է իրականացնում մայր աթոռի նկատմամբ, եւ բոլոր այն մնացյալ մեղմ ասած մեղքերը, որոնք ունեն օրվա իշխանությունները, բավարար են ասելու համար, որ իրենք պետք է հեռանան եւ դա ակնհայտ է։ Եվ այդ ամենը Սամվել Կարապետյանը հստակ արձանագրել է։ Եվ այս ամենի պայմաններում ունենք քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն, տոտալ ապօրինություն, որը մինչ օրս շարունակվում է։ Իդեպ հեծի վերաբերյալ մի հետաքրքիր բացահայտում անեմ։ Սահմանադրական դատարանում, որ քննվում է ազգային ժողովի падգամավորների 1/5-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումը, պատիվ ունեմ հանդես գալու որպես իրենց ներկայացուցիչներից մեկը։ Մյուս ներկայացուցիչը Արծվիկ Մինասյանն է։ Այդ վարույթի շրջանակներում ներկայացրել ենք դիմում, որ սահմանադրական դատարանում գործի քննությունը իրականացվի բանավոր ընթացակարգով։ Օրենքը շատ հստակ է ասում։ Ասում է, եթե արկա է գործի վերաբերյալ հանրային հնչեղություն, եւ եթե բանավոր քննությունը կարող է այն առավել արդյունավետ դարձնել, ապա իրականացվում է գործի քննությունը բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը մերժել է նշված միջնորդությունը, որովհետև Սամվել Կարապետյան անուն ազգանուն եւ Հայաստանի Հանրապետության լինեն սովորական դատարաններ, լինեն մասնագիտացված դատարաններ, թե լինի նույնիսկ բարձր դատարանը, պետք է տեսնենք այսպիսի մի իրավիճակ։